Եփեսացիս 2:11 համարից Ուստի մտքերնիդ բերեք, թե դուք ատեն մարմնով հեթանոսներ լալով, որոնք անթլպատված կհամարվեն անոնցմե, որոնք թլպատված կկոչեն ինքզինքնին, մարմնի մեջ ձեռքով եղած, որ այն ատեն դուք առանց Քրիստոս էիք ու հեռացած էիք Իսրայելի հասարակությունից և օտարացած խոստումին ուխտերեն ու հույս մնալ չունեիք և աշխարհի մեջ անաստված էիք, բայց հիմա Քրիստոս Հիսուսով դուք, որ ատեն հեռավոր էիք, մերձավոր եղաք Քրիստոսին արյունովը։ Վասնզի անիկա է մեր խաղաղությունը, որ երկուքը մեկ ըրավ ու մեջտեղի բաժանող պատը, այսինքն իրարու հետ եղած թշնամությունը իր մարմնով քանդեց և հրամաններով եղած պատվիրանքներուն օրենքը խափանեց, որպեսզի իրմով այն երկուքին տեղ նոր մարդ մը ստեղծե ու ասով խաղաղություն ընե։ Եվ երկուքն ալ մեկ մարմին եղած հաշտեցնե Աստծո հետ իր խաչովը, վասնզի անով սպանեց թշնամությունը։ Եվ եկավ խաղաղություն քարոզեց ձեզ, որ հեռու էիք, և անոնց, որ մոտ էին, քանզի անոր ձեռքով մենք երկուքսալ մեկ հոգիով հորը մոտենալու արտոնություն ունենք։ Ուրեմն ալասկի հետո դուք օտար ու պանդուխտ չեք, հապա սուրբերուն քաղաքակիցները և Աստծո ընտանիքը, առաքյալներուն ու մարգարեներուն հիման վրա շինված, որին անկյունին գլուխը Հիսուս Քրիստոսն է, որով բոլոր շենքը մեկտեղ հարմարությամբ կազմված կաճի սուրբ տաճարը կլա Տիրոջմով, որով դուք ալ մեկտեղ շինվեք Աստծո բնակարանը լալու Սուրբ Հոգիով։ Ամեն։ Գլխավոր թեման, որ արծացում է այստեղ Սուրբ Պողոս առաքյալը, դա Հիսուս Քրիստոսով ունեցած խաղաղությունն է։ Նրա կատարած անգին գործը հանուն մեզ մարդ արարածներիս համար։ Ինչպես Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով խաղաղություն բերեց խոստումներից և ուխտերից հեռու հեթանոսների և խոստումներ և ուխտեր ունեցող ժողովրդի միջև։ Այսինքն հեթանոս ազգերի և Իսրայել ժողովրդի միջև բերեց խաղաղություն։ Խաղաղությունը մարդ արարածներիս համար ամենաբաղձալի բանն է։ Եթե չկա խաղաղություն, մեր սեղանի վրա եղած ճոխկերակուրները անգամ կուլ չեն գնում։ Եթե չկա խաղաղություն, մեր զավակների հագած հագուստների ճոխությունը ոչինչ են։ Եթե չկա խաղաղություն, ներքին խաղաղություն, եթե չկա, կյանքումդ ձեռք բերած որևէ մեկ նյութական արժեք զրո է, ոչինչ արժե, եթե ներսում չունես խաղաղություն։ Տեր Հիսուս իր հարությունից հետո առաջին անգամ, երբ որ իր աշակերտներին հանդիպեց, ամենաբաղձալի, ամենացանկալի խոսք ուղեց նրանց, ասելով խաղաղություն ձեզ։ Հրեաները, արաբները և շատ ուրիշ ազգեր, երբ որ իրար տեսնում են, իրար ողջունում են, բարև ասելու փոխարեն նրանք իրար ասում են խաղաղություն, շալոմ կամ սալամ, որ նշանակում է խաղաղություն։
Այս հատվածում անցյալ անգամ հիշեցինք Պողոս առաքյալը հորդորում է իր խոսքը կարդացողներին հիշել անցյալը, մտքերնիդ բերեք, թե դուք ատեն մարմնով հեթանոսներ էիք։ Պողոսը մեզ հիշեցնում է մեր անցյալը, ասում է հիշեք ձեր անցյալը, որ ով էիք դուք առանց Քրիստոսի։ Գուցե այդքան էլ հաճելի բան չէ հիշել մեր անցյալը, սակայն այն կարևոր է, ինչու, որպեսզի կարողանանք գնահատել Աստծո շնորհքի մեծությունը։ Որովհետև շատ անգամներ մեզ թվում է, թե մենք արժանացել ենք այն ամենին, ինչ որ ունենք հիմա Քրիստոս Հիսուսում։ Այնինչ, սա Աստծո մեծագույն նվերն է, Աստծո մեծագույն պարգևն է, այդ փրկության հույսը, այդ հավատը, այդ կյանքը, որ մենք ունենք Տեր Հիսուս Քրիստոսով ձեռք բերեցինք նրանով, սա իր ողորմությունն է, իր շնորհն է, եւ մեր այսօրվա ամեն շունչի համար պարտականենք իրեն։ Հիշեք ով էիք դուք։ Հիշելը նպաստում է նաև որպեսզի մեր անձերը միշտ խոնարհեցնենք Աստծո առաջ։ Որ մեզ չվերագրենք մեր նվաճումները, մեզ չվերագրենք մեր շնորհները, մեզ չվերագրենք մեր կարողությունները, մեր քարոզելու հնարավորությունները կամ տաղանդները։ Հիշելը կարևոր է, որպեսզի մեր անձը միշտ խոնարհեցնենք Աստծո առաջ, հասկանալու համար, որ ինչ որ ենք, Տիրոջը շնորհքով ենք։ Ինչ որ ենք, Տիրոջը շնորհքով ենք։ Եվ չվերագրենք որևէ փառք մեր անձերին, որևէ մեկ փառք, ով եք դուք, ասում է, հիշեք, անթլպատ։ Այսինքն ուխտի ժողովուրդ չեք, առանց Քրիստոս եք, սա նշանակում է, որ չունեիք փրկության հույս, հեռացած եք Իսրայելի հասարակությունից, սա նշանակում է, որ զուրկ եք ընտրությունից, օտարացած խոստումի ուխտերից, սա նշանակում է, Աստված ոչ մի հարցում պարտավորացություն չի վերցրել իր վրա ձեր հանդեպ ունեցած։ Հիշեք ձեր անցյալը, որ հույս չունեիք, ձեր ունեցած հույսերը, մեր ունեցած հույսերը ինչ հույսեր էին։ Մարդկային հույսեր, լոկ մարդկային հույսեր, մարդկային մաղթանքների վրա դրած, մարդկային մտքի արգասիկ, հորինվածք, մենք մեզ համար ստեղծում ենք ինչ որ պատկերներ, ապագայի հետ կապված ինչ որ երազանքներ, այդ մեր իսկ ունեցած երազանքների վրա էլ հույս ենք դնում, այդ հույսով սկսում ենք ապրել, բայց որքանով են իրական այդ երազանքները, որքանով դրանք կարող են իրականություն դառնալ։ Սրանք մարդկային հույսեր են, որը որ Սուրբ Գիրքը բնորոշում է դրանց որպես արհեստական հույս, ոչ կենդանի հույս, ոչ երջանիկ հույս։ Այսինքն հույս, որը որ երջանկություն չի կարող քեզ տալ, որովհետև դա շինծու է, մարդկային մտքի արգասիկ է։ Իրական հույսը դա Աստծո խոստումների վրա հիմնված հույսն է, որ գիտես, նա որ խոստացավ, կարող է եւ կատարել։ Սա է իրական հույսը։ Եվ ասում է դուք չունեք այդ հույսը։ Եվ աշխարհի մեջ անաստված եք։ Սա մեծագույն ողբերգությունն է։ Մեծագույն ողբերգությունն է, երբ որ մարդն անաստված է։ Եվ ասում է հիշեք, որ անաստված եք։ Հիմա ամեն մեկը կարող է ասել, բայց մենք էլ այն ժամանակ աստվածներ ունենք, մենք էլ ունենք մեր պաշտամունքի չէ կուրքերը եւ այլն, սրանք ոչինչ են, զրո։ Մարդածին, մարդու ձեռքով շինված, մարդու ձեռքով կերտված։ Դու կարող ես ապրես քրիստոնյա ժողովրդի մեջ, կարող է անգամ որոշակի հավատալիքներ էլ ունենաս քրիստոնեական այսպես, բայց միևնույն է մնաս հեթանոս, լինես անաստված եւ լինես կռապաշտ։ Երբ որ քո շահն է կյանքում առաջնային, երբ որ քո անձն է կյանքում առաջնային, երբ որ քո մարմինն է կյանքում առաջնային, երբ որ քո երեխան է կյանքում առաջնային, եւ այսպես կարող ես լիքը կուրքեր ունենաս։ Այս կուրքերը հետագայում են կերտվում, փորագրվում եւ դառնում մարմնական կուրքեր, հա, ֆիզիկական կուրքեր, բայց նրանք նախ լինում են մեր մտքում, նրանք նախ լինում են մեր սրտերում, եւ այսպես մենք կարող ենք քրիստոնյա կոչվել, բայց լինել կռապաշտ, քանի որ Աստծուց ավելի ինչ էլ որ սիրես այն կուրք է։ Այս կյանքում Աստծուց ավելի ինչ որ կարևորում ես, այն կուրք է։ Շարունակում ենք այսօրվա մեր քարոզաշարքը։ Խոսելու ենք Հիսուս Քրիստոսի գործի մասին։
Եվ այսպես 12-13-րդ համարները կարդանք, որ այն ատեն դուք առանց Քրիստոս էիք, հեռացած էիք Իսրայելի հասարակությունից, օտարացած խոստումին ուխտերեն հույս մնալ չունեիք եւ աշխարհի մեջ անաստված էիք, 13-ը, բայց հիմա Հիսուս Քրիստոսով դուք որ ատեն մե հեռավոր էիք, մերձավոր եղաք Քրիստոսին արյունովը, ամեն։ Ինչ լավ է, որ կա այդ բայցը, բայց այս բայցը նշանակում է, որ Աստված միջամտություն է անում քո կյանք, այսպես էր քո կյանքը, այս տեսակ էիք դուք, բայց հիմա Քրիստոս Հիսուսով դուք որ ատեն մե հեռավոր էիք, մերձավոր եղաք, այստեղ փառաբանվում է Հիսուս Քրիստոսի գործը, մեզ համար, քեզ համար, անթլպատ էիք, հեռացած էիք, առանց Քրիստոսի էիք, օտարացած էիք խոստումներից, Իսրայելի քաղաքականությունից, ուխտերից, հույս չունեիք, աշխարհի մեջ անաստված էիք, բայց փառք Տիրոջ այս բայցի համար, որ Տերը միջամտում է, անհույս էիր, անաստված էիր, ընկած էիր, մեղավոր էիր, թաղված էիր մեղքերիդ մեջ, խեղդված պարտքերիդ մեջ, բայց Աստված Հիսուս Քրիստոսով միջամտեց, փոխեց, 13-րդ խոսքն ասում է, բայց հիմա Հիսուս Քրիստոսով դուք, որ ատենը հեռավոր էիք, մերձավոր եղաք, փառք Տիրոջը, դուք, որ մի ժամանակ հեռավոր էիք, Հիսուս Քրիստոսով մերձավոր եղաք, Տեր Հիսուս Քրիստոսի առաքելությունը կայանում էր նրանում, որ մեզ հեռավորներիս, հեռացածներիս մերձեցնի Աստծո հետ, մոտեցնի Աստծուն, սա Քրիստոսի աշխարհ գալու գլխավոր նպատակն էր, իր բոլոր տառապանքների ու չարչարանքների գլխավոր նպատակներից մեկը սա էր, որ մեզ մոտեցնի Աստծուն, Եփեսացիս 2-3-5 համարներն ասում են, անոնց մեջ մենք ամենքս ալ կպտտեինք մեր մարմնի ցանկություններով եւ մարմնի ու մտքի ուզածը կկատարեինք եւ բնության բարկության որդիներ էինք ինչպես ուրիշներ բայց Աստված որ մեծ է ողորմությունով իր առած սիրովը որ մեզ սիրեց երբ հանցանքների մեջ մեռած էինք մեզ Քրիստոսի հետ կենթանացրեց դուք շնորհքով փրկված եք Ալելույա սա ամենամեծ ամենագեղեցիկ ամենահզոր հայտարարությունն է որ մարդկային ականջը երբևէ կարող է լսել դուք շնորհքով փրկված եք դուք պատկերացրեք երբ որ մեկը բժիշկների կողմից հայտարարված է որպես անբուժելի հիվանդ անկարելի մեկ տեղ ես փորձել երկու տեղ 3 տեղ 10 տեղ փորձել ես Հայաստան, Գերմանիա, Ֆրանսիա եւ այլն ուր ասես գնացել է եւ վերջ մահացու հիվանդ է անձը անբուժելի աշխարհիս վրա գոյություն չունի դրա դեղամիջոցը բայց հանկարծ ճար է գտնվում միջոց է գտնվում ու հայտարարվում է որ դու փրկված ես դուք պատկերացնում եք այս մարդու ապրումները այս մարդու կյանքը ինչի է վերածվում դու փրկված ես սրա մասին է խոսում առաքյալը որ մենք անբուժելի հիվանդներս մեղքով դատապարտվածներս մահվան դատապարտվածներս ամենքս են մահվան դատապարտվածներս չէ որ մեղքի վարձքը մահ է բայց Աստծո ձրի պարգևը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսով ճիշտ նույն խոսքերն է այստեղ ասում անոնց մեջ ինչի մեջ ասում է այս աշխարհի իշխանի ուզածն էինք անում մենք էլ նրանց հետ միասին ամենքս էլ ապրում ենք պատտում ենք մարմնի ցանկություններով մարմնի մտքի ուզածն էինք կատարում բնության բարկության որդիներ էինք ինչպես եւ ուրիշներ բայց Աստված որ մեծ է իր ողորմությունով իր առած սիրովը որով մեզ սիրեց
երբ հանցանքների մեջ մեռած էինք, մեզ Քրիստոսի հետ կենթանացրեց։ Դուք շնորհքով փրկված եք։ Այս շնորհքը իր մեջ ներառում է Աստծո սերն ու ողորմությունը։ Ինչ է նշանակում շնորհք։ Շնորհք նշանակում է Աստծո սիրո եւ առատ ողորմության արտահայտությունը, նվերը, պարգևը։ Ինչ կարող էր ավելի մեծ պարգև անել Աստված մեզ համար։ Ինչ ավելի մեծ նվեր կարող էր անել Աստված քեզ համար, եթե ոչ քեզ եւ ինձ հավիտենական դատապարտությունից փրկեր, մահվան ճիրաններից փրկեր, մեղքի շղթաներից ազատագրեր։ Հիմա գուցե մեզ համար, մարդ արարածներիս համար սա այդքան էլ հասկանալի չէ, քանի որ մենք չգիտենք դրա իրական վտանգները ինչու՞մն է կայանում։ Բայց Աստծո աչքին սա մեծագույն վտանգն է մարդ արարածի համար, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ միջև իսկ իր միածին որդուն տվեց, որ ով որ նրան հավատա գրված է չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, կորուստ չգնա, որովհետև այդ կորուստը ինչի մասին խոսում է Աստված, հավիտենական կորուստ է, ետ դարձ չկա, ետ ճանապարհ գոյություն չունի, այլևս զղջում չկա, այլևս փրկություն չկա։ Եվ Աստված չի ուզում գրված է մեղավորի կորուստը, եւ նրա սերն ու ողորմությունը իր որդի Տեր Հիսուս Քրիստոսին տվեց, որպեսզի մենք հեռավորներս, հեռացածներս, կորստյան դատապարտվածներս մերձավոր լինենք։ Այս քարոզչության նպատակն ինչ է, թանկագին եղբայր եւ քույր։ Սիրելի բարեկամ, ի՞նչն է այս քարոզչության նպատակը։ Ի՞նչն է այս կրոնական արարողությունների, այս ամեն ինչի նպատակն ինչ է, որովհետեւ մեզ հեռավորներիս այս փրկության բարի լուրը հաղորդենք, որ մենք հեռավոր ենք, բայց Աստված իր որդի Տեր Հիսուս Քրիստոսով մեզ մերձավոր է դարձրել։ Մեզ քաշում է դեպի իրեն, չէ՞ որ սերը չի վանում, սերը ինչ է անում։ Սերը դեպի իրեն է կանչում։ Մեզ հեռավորներիս Աստծո սերն ու ողորմությունը Հիսուս Քրիստոսով կենթանացրեց։ Հիսուս Քրիստոսով կենթանացրեց։ Դուք շնորհքով փրկված եք։ Ինչպես Քրիստոսի արյան գնով։ Քրիստոսի արյան գնով։ Մեր փրկության գինը, մեր հեռավորներիս մերձեցնելու գինը արժեցավ Հիսուս Քրիստոսի արյունը։ Պետրոս Առաքյալ իր առաջին նամակի մեջ առաջին գլխում ասում է, առաջին գլուխ 18-ից 21 համարներում ասում է. գիտենալով, որ դուք ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկիով փրկվեցիք, որ ձեր հայրերից ստացաք անուղիղ ճամփաներով, հապա Քրիստոսի պատվական արյունովը, որպես թե ամբից եւ անարատ գարի, որ ճանցված էր աշխարհի սկզբեն առաջ, որ վերջին ատենը հայտնվեցավ ձեզ համար, որուն միջոցով Աստծո հավատացիք, որ զանիկա մեռելներեն հարուցանեց եւ անոր փառավորություն տվավ, որպեսի ձեր հավատքը ու հույսը Աստծո վրա լինի։ Ալելույա։ Ոչ թե ոսկով, ոչ թե արծաթով դուք փրկվեցիք, այլ Հիսուս Քրիստոսի արյամբ, նրա թանկագին արյամբ փրկվեցիք։ Մենք հեռավորներս, Աստծուց հեռու եղողներս, Իսրայելի քաղաքականությունից, այսինքն խոսքը չի վերաբերվում այսօրվա սիոնիստական Իսրայելի, այլ այն խոստումի, ուխտի ժողովուրդը, որին Աստված ընտրել էր եւ խոստումներ էր տվել եւ քայլում էր նրանց հետ օր ու գիշեր եւ մենք հեթանոս մունջ կուքերին էինք այդ ժամանակ պաշտում, հեռու էինք այդ ամեն ինչից, հեռու էինք Աստծո հետ եղած կենթանի հարաբերություններից, Հիսուս Քրիստոսով մեզ մտերմացրեց, մեզ մոտեցրեց։ 14-րդ խոսքը ասում է. «Վասնզի անիկա է մեր խաղաղությունը, որ երկուքը մեկ կրավ ու մեջտեղի բաժանող պատը, այսինքն իրարու հետ եղած թշնամությունը իր մարմնով քանդեց»։ Խաղաղություն կնքեց Քրիստոս, թշնամանքը վերցրեց իր մարմնով։
թշնամանքը վերցրեց իր մարմնով։ Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղված նամակի 5-րդ գլխի առաջին 2 համարներում այս կարևոր խոսքերն է ասում։ Արդ մենք հավատքով արդարացած ըլլալով խաղաղություն ունենք Աստծո հետ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ձեռքով, որով ընդունեցինք հավատքով այս շնորհքին մոտենալը, որուն մեջ կեցել ենք եւ Աստծո փառքին հույսովը պարծենում ենք, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Սա Քրիստոսի գործի մեծության մասին հայտարարություն է, որ մենք հավատքով արդարացած լինելով խաղաղություն ունենք Աստծո հետ։ Հավատքով արդարացած լինելով։ Մեղավորը չի կարող խաղաղություն ունենա Աստծո հետ։ Մեղքերի մեջ ապրող մարդը չի կարող Աստծո հետ խաղաղություն ունենա։ Այս արդարացման վճիռը պետք է կայացվի, որպեսզի խաղաղություն լինի։ Եթե արդարացման վճիռը կայացված չէ, չի կարող մարդու եւ Աստծո միջև խաղաղություն լինի, որովհետեւ Աստված սուրբ է եւ նրա բնակության մեջ որևէ մեկ մեղավոր, չարդարացված մեղավոր չի կարող լինել։ Հիսուս Քրիստոս իր արյունը թափեց որպես զոհ, որպեսզի հաճեցնի Աստծուն, որպես քավության գառ իր արյունը թափեց։ Հրեաները չեն ընդունում, որ Մեսիան պետք է գա արյուն թափի։ Բայց չգիտես ինչու, պատմության ընթացքում տասնյակ հազարավոր, 100 հազարավոր գառներ, ոչխարներ, երինջներ են զոհ մատուցել։ Ու եթե մեկը նրանց հարցնի, այդ զոհերի նպատակը ո՞րն է։ Աստված ուտում է ձեր ոչխարը։ Եթե այդ զոհը չի խորհրդանշում Մեսիայի զոհը, ուրեմն այն սովորական, հերթական, կռապաշտական զոհաբերությունն է, ինչպես ժամանակին անում էին Զևսին, Աթենասին, Արամազդին եւ այլն, նույն կերպ զոհեր մատուցելով, կարծելով, որ այս զոհը մատուցելով նրա ախորժակը, ուրեմն, այսպես կգրգռեն, կհագեցնեն եւ Աստված իրենց լավ աշկով կնայի։ Այն ինչ ինքը տակարանում Աստված ինքն է ասում, որ դուք կարծում եք, որ այդ զոհերին եմ ես կարոտ, չէ՞ որ անտառի բոլոր գազաններն ու կենդանիները իմն են։ Հիշում եք։ Սրանք բոլորը խորհրդանշական զոհեր էին, որ Աստված պատվիրում էր, որ անեին, որովհետև այն պիտի խորհրդանշեր իր որդի Տեր Հիսուս Քրիստոսի զոհը, միակ եւ ընդունելի զոհը։ Դրա համար Հիսուսի բնութագրմամբ ամենամեծ մարգարեն, որ էր Հովանես Մկրտիչը, Հիսուսին տեսնելով ասաց, ահա Աստծո գառը, որ վեր պիտի առնի աշխարհի մեղքը։ Այն գառները, որ բերում էին տաճար զոհաբերելու, քահանան ինչ էր անում։ Դրանք մեղքի պատարակներ էին։ Ինչ էր անում քահանան։ Մեղավորին, որը որ բերում էր այդ գառը տաճար զոհաբերելու համար, ասում էր ձեռքը դիր գլխին։ Մեղավորը, մեղ գործած մարդը ձեռքը դնում էր այդ ոչխարի այդ գառան գլխին, քահանան աղոթք էր անում, որպես թե մարդու մեղքը անցնում էր այդ անմեղ կենդանու վրա, եւ փոխարենը մարդու կենդանին էր զոհվում։ Եվ սա կոչվում էր քավության նոխազ, քավության զոհ։ Այսինքն մարդու մեղքի քավության համար կենդանի էր զոհվում։ Բայց այս զոհերը շարունակ էին արվում, որովհետև նրանք չէին կարող, մեկ զոհ չէր կարող բավարարեցնել մարդու ամբողջ կյանքի համար կատարած ուրեմն մեղքերի քանակը։ Դրա համար միշտ զոհեր էին արվում։ Բայց Հիսուսը մշտնջենական զոհ եղավ։ Նա ամբողջ աշխարհի մարդկության համար իր կյանքը զոհաբերեց, մեր մեղքերը իր վրա առնելով, որպեսզի խաղաղություն բերի մեր եւ Աստծո միջև։ Երբ կարդարանամ, երբ խաղաղությունը կկնքվի, երբ որ հավատքով ընդունեմ Հիսուսի բերած զոհը։ Էս է նշանակում հավատալ։ Հասկանում եք, սիրելիներս, սա է նշանակում հավատալ։ Հավատալ չի նշանակում Աստված կա, հավատալ չի նշանակում եկեղեցում ինչ խոսում են ես դրան հավատում եմ, հավատալ չի նշանակում հանան ինչ անում են ես դրան հավատում եմ, հավատալ սա չի նշանակում, հավատալ նշանակում է
ճանաչել եւ ընդունել Քրիստոսի արածը, հավատալ դրան, երբ որ դու հավատում ես Քրիստոսի զոհին, այն ժամանակ արդարանում ես Աստծո կողմից եւ այդ արդարության որպես արդյունք խաղաղություն է կնքվում քո եւ Աստծո միջեւ, այսինքն հեռավորներս մերձենում ենք Աստծո հետ։ Տեր Հիսուս իր քահանայապետական աղոթքում Հովաննես ավետարան 17-րդ գլուխ 20 եւ 21-րդ համարներում այսպես է աղոթում. աղոթելով իր աշակերտների համար, որոնք հրյա էին, ասում եմ, բայց միայն անոնց համար չեմ աղաչեր, այլ բոլոր անոնց համար, որոնք անոնց խոսքով է ինձ պիտի հավատան։ Հիմա հավատալ բառը հասկացանք, չէ՞ ինչ է։ Չէ՞։ Ուրեմն ես ոչ միայն աղոթում եմ նրանց համար, այլ նաև աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր իրենց միջոցով ինձ պիտի հավատան, որպեսզի ամենքն էլ մեկը լան, ինչպես դուն ով հայր իմ մեջս, ես քո մեջ, որպեսզի անոնք էլ մեր մեջ մեկ լինեն եւ աշխարհը հավատա, թե դուն ղրկեցիր զիս։ Իսրայելի առաքելությունը որպես ազգ, որպես ժողովուրդ կայանում էր սրանում, որ նա պետք է լիներ որպես աղ եւ լույս ազգերի մեջ։ Սրանում էր կայանում նրա առաքելությունը։ Աստված այդ բոլոր խոստումները, բոլոր ուխտերը, այդ քայլելը նրանց հետ, այդ հաղորդակցությունը, որ ուներ, մարգարեներ էր ուղարկում եւ այլն, գլխավոր նպատակը կայանում էր սրանում, որ այս ժողովուրդը լուսավորված լինելով Աստծո լույսով, աղ եւ լույս լինելով ազգերի ժողովուրդների մեջ, ոչ թե ահ ու սարսափ տարածեր, այլ լույս լիներ, հոգևոր լույսը տարածվեր Իսրայելի միջոցով ամբողջ ազգերին, ամբողջ ժողովրդին։ Իսրայելը իր առաքելության մեջ ուրեմն չանցավ, չիրականացրեց, ձախողեց իր առաքելությունը։ Հիսուս Քրիստոս նոր 12 հոգիներ ընտրեց, պատահական չէ թիվը 12։ Նոր հիմք դրեց եւ նրանց միջոցով սկսեց իրականացնել այդ առաքելությունը։ Եվ այս քահանայապետական աղոթքում ինքը ասում է, բայց միայն անոնց համար չեմ աղաչել, այլ բոլոր անոնց համար, որոնք անոնց խոսքով ինձ պիտի հավատան։ Եվ երբ որ նա արդեն համբարձվում էր երկինք, աշխարհը պետք է լքեր։ Զորաբար մարդը, երբ որ այս աշխարհից հեռանում է, իր կյանքի ամենակարևոր ցանկությունն է հայտնում, չէ՞։ Իր կյանքի ամենակարևոր ցանկությունն է հաղթում։ Մեր հանրայդ ֆիլմում հիշում եք մեր Մկրտչյանն ասում է համոն փողը չի տվել։ Ու չգիտեր խեղճը, որ այդ իր վերջին խոսքն է իր սիրելիներին, որ փոխանցում էր, որովհետև ինքնաթիռը ավիավթարի ենթարկվեց։ Տեր Հիսուս Քրիստոս երկինք համբառնալուց իր աշակերտներին տվեց այս հանձնարարությունը։ Գնացեք ավետարանը քարոզեք բոլոր ազգերին, բոլոր ժողովուրդներին, որովհետև սա էր Իսրայելի առաքելությունը, որը նա չիրականացրեց։ Դուք որպես նոր Իսրայել, Պողոս առաքյալը այդպես է մեկնաբանում, որ մենք ենք նոր Իսրայելը։ Իսրայելը իր առաքելությունը ձախողել է։ Եվ միջև այսօր կռիվ է տալիս, պայքարում է եւ այլն, սրան ասպանում, նրան ասպանում, մորթում է, հիվանդանոցները ոչնչացնում, Գազայի մեջ ինչքան հիվանդանոց կա, ոչ բոլորը ռմբակոծել է։ Այսօր Գազայի մեջ չկա մի հիվանդանոց, որտեղ որ հիվանդ երեխան, վիրավոր երեխային տանեն եւ կարողանան վիրահատել, կարողանան, այսինքն արյունակամ են լինում, մեռնում են։ Ընդհանրապես մարդ, երբ որ իր առաքելությունից շեղվում է, դիվային հոգիների ազդեցության տակ է սկսում մտնել։ Եվ այն օրը մի սիոնիստ կնոջ հարցազրույց եմ լսում, եւ լրագրող իրեն հարց է տալիս, ասում է. դուք մայր եք, դուք թոռներ ունեք, անգամ ծոռներ։ Դուք ինչ եք զգում, երբ որ տեսնում եք այդ
արնակամ եղող այդ մեռնող պաղեստինցի երեխաներին, այ որ դուք նայում եք այս պատկերները, ինչ եք զգում, ինքը այսպեսի պատասխան է տալիս, nothing, ոչինչ, բացարձակ բան չեմ զգում, իմ միտքը, իմ էությունը ամբողջությամբ լցված է իմ ազգի շահերով, բուն Իսրայելը չէր կարող այդպես լիներ, որտեղ բուն Իսրայելը առաքելություն ուներ աղ և լույս լինելու ազգերի և ժողովուրդների մեջ, այսպես աղ ու լույս չես կարա լինես, եթե դու ոչինչ չես զգում, ես ոնց կարամ այս ազգը շահեմ, եթե ես ոչ մի ցավ չեմ զգում այս ազգի ցավերի կորուստների համար, դու ոնց կարաս անտարբեր լինես, երբ որ 2 տարեկան Տիգրանը կորել էր, գետը տարել էր ու փառք Աստծո, 3 գոնե մարմինը գտան, գոնե մի փոքր մխիթարություն ընտանիքի համար, ոնց կարաս անտարբեր լինել, ոնց կարաս անտարբեր լինել ազգի ժողովրդի կորուստի համար, ոնց կարող ես, ինչու են մարդիկ թողնում իրենց հանգիստը գնում քարոզչության, միսիոներության, այլ երկրներ, ինչու, որովհետև սեր են ապրում, սեր են զգում այդ ազգերի ժողովուրդների հանդեպ, որովհետև երբ որ մեկը Աստծո սիրտն ունի իր մեջ, ինքը գիտի, որ նա մեղավորի կորուստը չի ուզում, դրա համար Տեր Հիսուս այս առաքելությունը տվեց իր աշակերտներին, գնացեք ու ավետարանը քարոզեք, որովհետև Աստված վերացրել է թշնամանքը և խաղաղություն է կնքել, որպեսզի ամենքն էլ մեկ լինեն, ովքեր նրանք ոչ միայն նրանց համար եմ աղաչում, այսինքն իր աշակերտների, հրեաների, այլ նաև անոնց խոսքով ինձի հավատացողներին, որպեսզի ամենքը մեկ լինեն, ինչպես դու ով հայր իմ մեջս, ես քո մեջդ, որպեսզի անոնք ալ մեր մեջ մեկ լինեն եւ աշխարհը հավատա թե դու ուղարկեցիր զիս։ Այս թշնամանքը որպեսզի վերանա։ Հիմա Կողոսացիսի մեջ տեսնում ենք Պողոսը մեկնում է այս խոսքերը։ Կողոսացիս 3-րդ գլուխ 10-15 համարները, հետո 15-ը կկարդանք։ Կողոսացիս 3, 10, 11։ Եվ հագեք այն նորը գիտությունով նորոգված, իր ստեղծողի պատկերի պես, ուր հույն ու հրյա, թլպատություն ու անթլպատություն, բարբարոս, սկյութացի, ծառա կամ ազատ չկա։ Հապա Քրիստոս է ամենը ամեն բանի մեջ։ Զուգահեռ տարակ։ Իսկ 15-րդ խոսքն ասում է. ու Աստծո խաղաղությունը ձեր սրտերի մեջ թագավոր է, որուն դուք կանչվեցաք մեկ մարմնով ու գոհացեք։ Այլևս Քրիստոսի մեջ չկա երկու։ Չկա երկու, այլ մեկ։ Այլևս Քրիստոսի մեջ չկա անթլպատ եւ թլպատված։ Քրիստոսի մեջ չկա հերավոր եւ մերձավոր։ Քրիստոսի մեջ այլևս չկա ընտրյալ ազգ եւ չընտրված ազգ։ Քրիստոսի մեջ այլևս չկա հրյա կամ հույն, սկյութացի կամ բարբարոս։ Քրիստոսի մեջ չկա։ Քրիստոսի մեջ չկա ազգային եկեղեցի։ Չկա Քրիստոսի մեջ։ Քրիստոս եկա, որպեսզի երկուսը մեկ անի, որպեսզի այդ բաժանումը, այդ տարաձայնությունները, այդ պատը ջախ-ջախի եւ երկուսը մեկ անի։ 21-րդ խոսքը հիշենք 17-21 Հովանու, որպեսզի ամենքս մեկ լինենք։ Ես քո մեջ, դու իմ մեջ, անոնք մեր մեջ մեկ լինեն։ Երբ որ մեկը Քրիստոսի մեջ է, այլևս չի կարող լինել տարանջատում, այլևս չի կարող լինել բաժանում։ Ուստի բաժանումները Աստծուց չեն, սիրելիներս։ Բաժանումները Աստծուց չեն։ Քրիստոսի եկեղեցին չի կարող մտածել բաժանվելու մասին։ Եթե մեկը Քրիստոսի եկեղեցին է, չի կարող բաժանվել։ Սա հակասում է սուրբգրային վարդապետությանը։ Մի ընդունեք, դա սուրբգրային չէ։
Քրիստոսի մեջ ամենքը մեկ պետք է լինեն, որտեղ նա եկավ հեռավորը մերձավոր դարձնելու։ Ու Աստծո խաղաղությունը ձեր սրտերի մեջ թագավոր է, որում դուք կանչվեցաք մեկ մարմնով։ Մեկ մարմնով։ Քրիստոս եկավ, որպեսզի հեթանոսն ու հրեան դառնան մեկ մարմին։ Եվ այդ տարանջատում այլևս չլինի։ Եվ մենք Քրիստոսով մեկ մարմին ենք։ Քրիստոսով։ Ովքեր Քրիստոսի մեջ չեն, նրանք ողջունում են բաժանումը։ Նրանք խաղաղ են, հանգիստ են, բաժանված լինելով։ Նա, որ Քրիստոսի մեջ է, չի կարող խաղաղ լինել եւ հանգիստ լինել։ Ասում է իր մարմնով, վասնզի անիկա է մեր խաղաղությունը, որ երկուքը մեկ հրավ ու մեջտեղի բաժանող պատը, այսինքն իրարու հետ եղած թշնամությունը իր մարմնով քանդեց։ Ուզում եմ սրան ուշադրություն դարձնենք։ Իր մարմնով ասելով ակնարկում է խաչի մահը։ Հիսուս իր խաչով թշնամությունը քանդեց։ Առաջին Աստծո հետ եղած թշնամությունը եւ խաղաղություն բերեց, երկրորդը հեթանոսի եւ խոստումի ժողովրդի միջև եղած թշնամությունը քանդեց իր մարմնով։ Եվ ասում է մեջտեղի բաժանող պատ, այսինքն իրար հետ եղած թշնամությունը իր մարմնով քանդեց, մեջտեղի բաժանող պատը, այս ինչ պատի մասին է խոսքը։ Գիտեք, երկու բան է նշանակում։ Առաջինը, ուրեմն Երուսաղեմի տաճարի բակի արտաքին պատի վրա կար այսպիսի մի գրություն, որում մասնավորապես ասվում էր, հեթանոսներին զգուշացվում էին հեթանոսները, որ նրանք միայն իրենց պետք է մեղադրեն իրենց մահվան համար, եթե այս կողմ դեպի ներս անցնեն։ Կրկնում եմ։ Երուսաղեմի տաճարի արտաքին պատի վրա կար մի այսպիսի գրություն, որում մասնավորապես ասվում էր, որ հեթանոսները իրենց պետք է մեղադրեին իրենց մահվան համար, եթե փորձվեին անցնեին պատից դեպի ներս, դեպի տաճար։ Որովհետև հրեաները հեթանոսներին համարում էին պիղծ էին համարում։ Նրանք նրանց հետ հաց չէին ուտում, հրեաները հեթանոսի տուն չէին մտնում։ Հիշում եք, հարյուրապետ Հռոմեացի հարյուրապետը եկավ իր ծառայի համար խնդրեց, որպեսզի Հիսուս բժշկի։ Հիսուս համաձայնվեց, որ գնա տուն եւ բժշկի։ Հռոմեացի հարյուրապետը այնքան հարգեց Հիսուսի այս պատրաստակամությունը, բայց իմանալով հանդերձ, որ դա անընդունելի է հրեաների համար, չուզեց, որ Հիսուսը ռիսկի գնա։ Եվ ասեց, Տեր, ես արժան չեմ, որ դու իմ տուն մտնես։ Դու կարող ես այս հեռավորության վրա էլ ասես եւ իմ ծառան բժշկի։ Հիշում եք։ Սա էր պատճառը։ Եվ հիմա տաճարի այդ պատի վրա կար գրված այս գրությունը։ Ինչու՞։ Որովհետեւ եթե որևէ մեկ հեթանոս այդ քայլին գնար, դեպի ներս մուտք գործեր դեպի տաճար, հրեաները քարկոծելու էին, սպանելու էին։ Եվ այստեղ նախապես զգուշացվում էր, որ միայն ինքներդ ձեզ մեղադրեք ձեր մահվան համար, եթե դուք փորձեք ներս գաք։ Հիսուս եկավ այս բաժանարար պատը քանդելու։ Այսինքն ոչ թե մենակ հրեան իրավունք ունի Աստծո ներկայության մեջ մտնելու, այլ Հիսուս Քրիստոսով նաև հեթանոսը։ Այսինքն մենք բոլորս, որովհետև պատը քանդվեց, իր մարմնով քանդեց այդ պատը։ Հիշեք, երբ որ Տեր Հիսուս խաչվեց, երբ որ Տեր Հիսուս մահացավ,
գիտեք, երկրից վրա ասում է խավար պատեց եւ տաճարի վարակույրը պատրվեց։ Այդ պատը բացվեց, վերացավ, ճամփան բացվեց բոլորի համար։ Եվ հրամաններով եղած պատվիրանքներուն օրենքը խափանեց, որպեսզի իր մով այն երկուքին տեղ նոր մարդ մստեղծե ու ասով խաղաղություն ընե։ Ինչ արեց Հիսուսի գործը, օրենքի ուժը խափանեց եւ դարձրեց անզոր։ Նա իր մահով օրենքի ուժը դարձրեց անզոր, խափանեց օրենքի ուժը։ Օրենքի բերած դատապարտությունները, որոնք շատ էին, բազում էին, ինքն իր մահով խափանեց։ Հավելյալ նշումներ կապված հրամանների եւ պատվիրանների հետ ակնարկում են Մովսիսական օրենքը, որը ներառում էր բազում հրամաններ, որոնք Իսրայելը բաժանում էին այլ ազգերից։ Այդ բաժանարար պատը նաև օրենքն էր, որ բաժանում էր։ Եվ Հիսուս եկավ օրենքի ուժը խափանելու։ Ինչպես։ Հիսուս Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 17-րդ համարում ասում է. ես չեկա օրենքը քանդելու, այլ կատարելու։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Հիսուս այնպիսի անարատ եւ մաքուր կյանք ապրեց, որ օրենքի տեսակետից նա անբիծ էր։ Աշխարհից վրա չկար մեկը, չկար մի հրեա, չկար մի փարիսեցի, չկար մի մարգարե, որևէ մեկը գոյություն չուներ, որ օրենքի, ուրեմն, տեսակետից ինքը անմեղ լիներ։ Սա նշանակում էր, որ ամեն ոք պարտական էր օրենքին։ Սա նշանակում էր, որ ամեն ոք օրենքից դատապարտություն էր կրում։ Երբ որ Տեր Հիսուսին մահվան դատապարտեցին, կամ դատում էին, ավելի ճիշտ, հիշում եք, հրեական սինոդն էր դատում, հռոմեական դատարանը Հիսուսին անմեղ ճանաչեց։ Այո, հռոմեացի կուսակալը Պիղատոսը ըստ իր օրենքների, ըստ հռոմեական կայսրության օրենքներին, Հիսուսը անմեղ էր։ Եվ ասեց, ես այս մարդու վրա հանցանք չեմ գտնում։ Երբ որ հրեական սինոդն էր քննում Հիսուսի գործը, հրեական դատարանն էր քննում Հիսուսի գործը, ոչ մի տեսակի հանցանք չէին կարողանում գտնել նրա վրա։ Եվ Հիսուսն այնտեղ ասաց, ձեզանից ով կարող է ինձ մեղադրել որևէ մեկ հանցանքի մեջ։ Նա համարձակ այս հայտարարությունն արեց. ով կարող է ձեզանից ինձ մեղադրել որևէ մեկ հանցանքի մեջ։ Ու որևէ մեկը չէր կարողանում։ Որևէ մեկը։ Որտեղ նա անմեղ էր։ Ինչ էլ որ դատապարտեցին, սուտ գրված է, սուտ վկաներ ելան։ Այսինքն սուտ վկայությունների հիման վրա նա կատարեց օրենքը եւ ազատեց բոլոր նրանց, ովքեր որ իրեն կհավատան օրենքի դատապարտությունից։ Հռոմեացիս 8:1-ն ասում է, շատ կարևոր խոսք, Հռոմեացիս 8:1 իսկ արդ, լսեք, դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսով եղողներին, որոնք մարմնավոր կերպով չեն վարվում։ Օրենքն էր դատապարտողը։ Իսկ հիմա ասում է, արդ դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսով եղողներին։
Սա նշանակում է, որ Հիսուս խափանեց օրենքի դատապարտող ուժը բոլոր նրանց համար, ովքեր որ իրեն հավատում են եւ մարմնավոր կերպով չեն վարվում։ Արդյունքում ստեղծվում է նոր մարդը։ Եվ հրամաններով եղած պատվիրանքներուն օրենքը խափանեց, որպեսզի իրմով այս երկուքին տեղ նոր մարդ մը ստեղծե, ասով խաղաղություն անի։ Նոր ցեղի առաջացում երկրորդ Ադամով, որ է Հիսուս Քրիստոսը, որի պատկերով ստեղծված ենք մենք, Հիսուս Քրիստոսի պատկերով։ Եվ այլևս չկա ոչ հույն, ոչ հրյա, ոչ իսրայելցի, ոչ հեթանոս, այլ կա նոր մարդ։ Նոր մարդ։ Քրիստոսով ստեղծված, Քրիստոսով վերաստեղծված։ Այդ դարավոր թշնամանքը առ այսօր շարունակվում է ազգերի եւ ժողովուրդների միջև, որովհետեւ նրանք Քրիստոսում չեն։ Առ այսօր հրյան եւ պաղեստինցին, հրյան եւ արաբը, հրյան եւ հայը, հրյան եւ ամերիկացին, ուղղակի ամերիկացին չգիտի դեռ դրա մասին, իրար հետ պատերազում են, շատ պարզ բան, Ամերիկայի պարզ, հասարակ, աշխատավոր ժողովրդի վճարած հարկերի միջոցով հրյան զենք ու զինամթերք է ստեղծում եւ կռվում, այսինքն ամերիկացու հաշվին ինքը կռիվ է տալիս ազգերի ժողովուրդների միջև, օգտագործելով Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունը եւ նրա զինվորներին, որովհետեւ այդ հրահրած կռիվները Իրաքի հետ, հրահրած կռիվները հարևան մյուս երկրների հետ, այնտեղ զոհվում էին ոչ թե հրյա զինվորները, այլ զոհվում էին ամերիկացի զինվորները։ Բայց այնտեղ հենց ժողովուրդը չգիտի։ Այս ամեն ինչը ինչի է լինում։ Մի պարզ պատճառ, որովհետև Քրիստոսում չեն։ Քրիստոսում չեն։ Եթե Քրիստոսում լինենք, մենք այլևս հայ ու հրյա չենք մոտենալու իրար, պաղեստինցի ու հրյա չենք մոտենալու իրար, ամերիկացի ու ֆրանսիացի չենք մոտենալու իրար, այլ մոտենալու ենք որպես մեկ մարմին Հիսուս Քրիստոսում, որպես նոր մարդ Քրիստոս Հիսուսում։ Սա է խաղաղությունը։ Հրյայի հույնի մասին չի խոսքը։ Մենք մի ազգ լինելով, մենք իրար հետ թշնամանք ունենք։ Մենք նույն կրոնը դավանողներս քրիստոնյա ենք, իրար հետ թշնամանք ունենք։ Ինչու՞, որովհետև Քրիստոսում չենք։ Որովհետև Քրիստոսում եղողները անկախ իրենց եկեղեցական պատկանելությունից, անկախ իրենց տարածքային պատկանելությունից, Ղարաբաղցիա, Հայաստանցիա, Աբարանցիա, Գյումրեցիա, անկախ այս ամենից իրանք եղբայրներ են եւ քույրեր են։ Մեկ հոր զավակներ։ Եվ նրանց մեջ խաղաղություն է տիրում, որովհետև Քրիստոսում են։ Վերջին համարն էլ կարդամ, Եփեսացիս 4:24։ Եվ նոր մարդը ձեր վրա հագեք, որ Աստծո պատկերին պես արդարությունով ու ճշմարիտ սրբությունով է ստեղծված։ Եվ նոր մարդը ձեր վրա հագեք, որ Աստծո պատկերին պես արդարությունով ճշմարիտ սրբությունով է ստեղծված։ Երբ որ նոր մարդն ենք հագնում մեր վրա, եւ նոր մարդը գիտեք ով է։ Նոր Ադամը գիտեք ով է։ Մարդ նշանակում է Ադամ, Ադամ նշանակում է մարդ։ Հիսուս Քրիստոսը։ Նոր մարդը ձեր վրա հագեք, որ Աստծո պատկերին պես արդարությունով ու ճշմարիտ սրբությունով է ստեղծված։ Աստված Ադամին ստեղծեց իր պատկերով եւ իր նմանությամբ, չէ՞։ Հետո մեղքը ապականեց այդ պատկերը։
Հիսուսին մի անգամ հարցրեցին, մեզ հայրը ցույց տուր։ Հիսուսն ասաց, ով որ ինձ տեսավ, հորը տեսավ։ Ինչու՞։ Որովհետև նա կրում էր իր վրա հոր պատկերը։ Նա կրում էր իր վրա հոր պատկերը։ Ոչ թե նա հայրն էր, որ մարմին էր առել։ Սուրբ Երրորդության սխալ ընկալում կա այսօր տարածված վերջին 100 քանի տարվա մեջ։ Ոչ թե նա հայրն էր, որ մարմին էր առել, այլ նա հոր պատկերն էր կրում եւ իր վրա, որպես նոր Ադամ։ Եվ այսպես նոր մարդը ձեր վրա հագեք։ Երբ որ մենք նոր մարդն ենք մեր վրա հագնում, բաժանարար բոլոր պատերը սիրելիներ քանդվում են։ Ազգերի ու ժողովուրդների միջև, մարդկանց միջև, ընտանիքների միջև, որդիների եւ ծնողների միջև, բոլոր պատերը քանդվում են եւ այնտեղ թագավորում է սերը, Աստծո սերը, սրբությունով եւ ճշմարտությունով ստեղծված մարդը։ Ահավասիկ Աստծո գործը, Տերը կամենա մյուս կիրակի կշարունակենք դարձյալ խոսելով Հիսուս Քրիստոսի գործի մասին։ Աստված պահապան բոլորիդ։ Եկեք ոտքի կանենք եւ աղոթք կանենք։ Օրհնյալ մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոս, որքան խոսենք քո գործերի մասին, ավելի ու ավելի ենք բացահայտում խորությունը քո սիրո եւ ողորմության, քո շնորհքի մեծությունը։ Փառք ես Տեր, որ դու հայտնվեցիր մեզ, երբ մենք դեռ մեռած էինք մեր մեղքերի մեջ եւ այս աշխարհի օդի իշխանի կամքն էինք կատարում, ամենքս էլ էության, բարկության որդիներ էինք։ Դու քո ողորմությամբ, դու քո սիրով մեզ կենթանացրեցիր, այցելեցիր մեզ եւ մեզ շնորհքովդ փրկեցիր։ Երկրպագություն ու փառք ես մեր Տեր քո կատարած գործի համար, որով մեզ խաղաղություն տվեցիր, խաղաղություն Աստծո հետ եւ խաղաղություն իրարու հետ։ Քանդեցիր բոլոր բաժանարար պատերով, Տեր, եւ նոր մարդը ստեղծեցիր Քրիստոս Հիսուսում։ Եվ այդ նոր մարդն է, որ այսօր փառավորում է քեզ ճշմարտապես, ընդունիր մեր երկրպագությունը եւ խոնարհումը, բարեգութ մեր Տեր։ Օրհնիր քո զավակներին աշխարհիս վրա եւ շնորհիր, որ շարունակենք մեր երկրային առաքելությունը խաղաղությանը տավետարանը տարածելու ազգերի ու ժողովուրդների մեջ, որ շատերը քեզ հավատալով կյանք ունենան ու փրկություն։ Հիվանդների համար եմ աղոթում ով Տեր եւ հոգեվոր եւ ֆիզիկական այցելիր ու բժշկիր Տեր։ Եվ հիմա մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի, գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։